Երեք համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես Երևանի փողոցներից մեկում խցանման ժամանակ բարեկները բռնությամբ եւ հարվածներ հասցնելով դուրս են անում մեքենաներից մեկի մեջ գտնվող վարորդին եւ բռնի ուժով բերման ենթարկում։ Ըստ էության կարող ենք փաստել, որ սա Հայաստանի ուժային մարմինների կողմից հերթական ապօրինի դեպքն էր քաղաքացու նկատմամբ։ Այս հարցի շուրջ ես մեկնաբանություն եմ խնդրել սահմանադրագետ պարլամենտարիզմի միջազգային կենտրոնի համահիմնադիր Գոհար Մելոյանից։ Ողջույն Գոհար ջան։ Ողջույն Դավիթ ջան։ Ինչպես կմեկնաբանես երեք տեղի ունեցածը եւ ինչ էր դա ըստ էության նշանակում։ Շնորհակալ եմ զրույցի համար, Դավիթ ջան, երեկվա միջադեպը իրապես հանրային վրդովմունքի լայն տեղիք տվեց ու շատ տեղիներ այդ հանրային վրդովմունքը։ Մենք ի վերջո պետք է սովորենք որպես քաղաքացիական հասարակություն մեր պատշաճ վերաբերմունքը ցուցաբերել իշխանության ներկայացուցիչների կողմից նման լիազորությունների սահմանազանցման միջադեպերին, ինչ տեղի ունեցավ, ակնհայտ էր։ Նաև հիմնվենք երկուստեք, երեկվա միջադեպի մենք ունենք առկա փաստական հանգամանք որպես տեսանյութը, դրանից հետո ունենք ներքին գործերի նախարարության պարզաբանումը եւ դրանից հետո ունենք արդեն հենց քաղաքացու, որ այդ համաչափ վերաբերմունքին արժանացավ, քաղաքացու մեկնաբանությունը։ Խոսքս հարստում եմ երեք փաստական հանգամանքների վրա։ Վերլուծելով ակնհայտ տեսանյութում երևում է, որ քաղաքացիների խցանում են մեքենաների եւ խցանումը առաջացել է բարեկային ծառայության կարգավորման արդյունքում ու լսվում են ազդանշաններ։ Եվ տեսնում ենք ինչպես է բարեկային ծառայության աշխատակիցը շատ վրդովված ոստիկանին ոչ վայելուչ վարքագիծ դրսևորելով ագրեսիվ մոտենում քաղաքացու մեքենային եւ քաղաքացուն դուրս նետում։ Իդեպ ակնհայտ է, որ մի պահ իր ծառայակիցները փորձում են իրեն զսպել, կարգի հրավիրել, այնուհետև տեսնելով, որ արդեն իրավիճակն անվերահսկելի է, նույն պրոցեսին աջակցում են։ Վրա են հասնում այլ քաղաքացիներ, այդ նույն ծառայակիցները, մի քաղաքացու, որը տեսանկարահանում էր իրավիճակը, անմիջապես հրում է մի կողմ եւ արգելում է տեսանկարահանել։ Հիմա նկարագրենք իրավիճակը, դրանից հետո մեզ ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածում, որ քաղաքացին հայհոյանք է հնչեցրել եւ դրանից հետո էլ քաղաքացին պարզաբանում է, որ իր պապիկի թաղման արարողությունն է եղել, առավոտյան ժամը 10-ի միջակայքն է եղել եւ շուրջ 25 րոպե մարդկանց կանգնեցրել են լուսացույցի տակ, որպեսզի պետական պահպանության ծառայության հրահանգով արարողակարգային պաշտոնատար անձանց տեղափոխումը ապահովի։ Այս վարվելակերպը ծայրաստիճան հակաիրավական ու ապօրինի է, որովհետև ոստիկանի վարքագիծը կարգավորվում է ոստիկանության ծառայության մասին, ոստիկանության մասին օրենքներով, եւ եթե անգամ քաղաքացին ոչ միայն ազդանշան, այլև հայհոյանք հնչեցներ, ոստիկանը որևէ կերպ իրավասու չէ եւ իրավունք չուներ նման վարքագիծ դրսևորել։ Ինքը պաշտոնյա է եւ ինքը լիազորությունների իր շրջանակով ու պարտականությունների կաշկանդված է։ Նման դեպքում ոստիկանը պետք է առավելագույնս մոտենալ քաղաքացուն, արձանագրել քաղաքացու կողմից խախտումը, կազմել արձանագրություն եւ պատասխանատվության ենթարկել։ Եթե արդեն քաղաքացու վարքագիծը կանցներ հասարակական կարգի խախտման շրջանակները եւ քաղաքացին ագրեսիվ վարքագիծ կդրսևորեր, դրան համաչափորեն ոստիկանը պարտավոր էր նախ զգուշացնել ուժի կիրառման մասին, տրամադրել անհրաժեշտ ժամանակ, որպեսզի քաղաքացին կարգի հրավիրվի, եւ եթե ժամանակի սպառումից հետո եւս քաղաքացին կարգի չէր հրավիրի, նոր ուժ կիրառեր։ Ուժի կիրառումը ծայրահեղ միջոց է քաղաքացիների նկատմամբ
եւ պետք է տեղավորվի համաչափության տարերի ներքո։ Սա լրջագույն օրենսդրական պահանջ է, համաչափության սկզբունքը ամրագրված է մեր սահմանադրության մեջ եւ հենց այս իրավանորմերի խախտում առավել հաճախ մենք գրանցում ենք, երբ քաղաքացիները իրենց քաղաքական իրավունքներն են իրացնում, օրինակ մեր երկրում վերջին տարիներին հավաքների ազատության իրավունքի իրականացման շրջանակներում, օրինակ երբ փողոց է փակվում եւ ոստիկանության ծառայությունները գալիս են բիրտ ուժի, անհամաչափ ուժի կիրառմամբ քաղաքացիներին բերման են ենթարկում։ Այս Իդեպ դրվագում կրկին են դուք խոսեցիք հայհոյանքի մասին, հա։ ՆԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ իբրև թե քաղաքացին հայհոյել է։ Կրկին ընդգծում ենք, եթե անգամ քաղաքացին հայհոյած լիներ, հայհոյանքը անհրաժեշտ հիմք չէ, որպեսզի քաղաքացու նկատմամբ կիրառվի նման վարքագիծ։ Քաղաքացին ու ոստիկանը տարբերվում են միմյանցից հենց այդ համազգեստով, ու տեսեք նման իրավիճակի պարագայում, երբ քաղաքացին ոստիկանը կոչված է իր լիազորությունների շրջանակով, հենց նմանաբնույթ իրավիճակը կանխարգելելու եւ կարգավորելու, երբ քաղաքացիների միջև օրինակ հայհոյանքի պատճառով վեճ է բռնկվում ու ծեծկռտուք։ Եթե ոստիկանը ինքն է անհամաչափ, այսպիսի կներեք թաղային հեղինակության կամ խուժանին հարիր վարքագիծ դրսևորում, ինչպես մենք կարող ենք ակնկալել ոստիկանից պատշաճ վարքագծի դրսևորում իր լիազորություններին համահունչ, որպես առաքելություն ունեցող ծառայակից կարգավորելու ու կանխարգելելու նման իրավիճակը։ Եթե անգամ կրկին ընդգծում եմ հայհոյանք է հնչեցվում, դա որևէ կերպով հատկապես ներքին գործերի նախարարության կողմից արդարացում չի կարող լինել իրենց ծառայակցի վարքագծի։ Այս ոստիկանության աշխատակցի նկատմամբ պարտադիր պետք է ծառայողական քննություն սկսվի եւ նա պատասխանատվության ենթարկվի, որովհետեւ նրա դրսևորած վարքագիծը տեղավորվում է քրեական օրենսգրքի շրջանակներում։ Կրկին եմ ընդգծում, հայհոյանքը հիմք չէ մարդու նկատմամբ բռնություն գործադրելու, այն էլ անհամաչափ բռնություն, որովհետև անգամ եթե ոչ տեղին լիներ կամ հայհոյանքը երկարատև ժամանակահատված տաներ եւ խախտեր հասարակական կարգը, ոստիկանությունը ունի ընթացակարգ։ Պետք է մոտենային քաղաքացուն, իրեն ներկայացնեին իր իրավունքները, իրեն ներկայացնեին, որ իր գործողությունները իրավախախտում է, ժամանակ տրամադրեին այդ իրավախախտումը վերացնելու համար, եթե այդ ժամանակից չօգտվել, շարունակեր հասարակական կարգը խախտել քաղաքացին, շարունակեր անպատշաճ վարքագիծ դրսևորել ու ֆիզիկական ներգործության անհրաժեշտություն լիներ, նոր ներգործել։ Այսօր էլ տեսանյութ տարածվեց, որտեղ հստակորեն ֆիքսվում էր, որ կառավարական հաշվեկշռում գտնվող մեքենաներից մեկը օրեր առաջ Չարենցի փողոցում հանդիպակաց կերպով երթևեկում էր եւ քիչ էր մնում վրաերթի ենթարկեր հետիոտներին, որոնցից մեկը մանկահասակ երեխայի հետ էր սայլակով։ Իմ մոտ տպավորություն է, որ գործող իշխանության համար այլևս որևէ կարմիր գծեր ըստ էության չկան եւ Հայաստանը ըստ էության ամենաթողության մեջ է գտնվում։ Այս ճանապարհային երթևեկության հետ կապված խնդիրները, որը դրսևորում է իշխանությունը իդեմ պաշտոնատար անձանց եւ իրենց շարասյուների, ընդհանրապես հավաքական կերպար է, թե բազմաթիվ բնագավառներում մենք ինչպիսի կառավարման ենք առերեսվում ու մեր քաղաքացիները ինչպիսի անպատասխանատու եւ ոչ պրոֆեսիոնալ հետևանքներ են ունենում։ Տեսեք, սա միակ դրվագը չի, հա, իհարկե շատ տեղիներ, որ հենց այսօր լուսաբանվեց այդ դրվագը, թե ինչպես է հենց ծառայություն իրականացնող մեքենան կարմիր լույսի տակ հանդիպակաց ուղղությամբ դուրս գալիս եւ թույլատրելի վայրով անցնող կանաչ լույսի ներքո քաղաքացիներին, այն էլ մանկահասակ երեխայի հազիվ է շրջանցում, որպեսզի վրաերթի չենթարկի։ Մինչ այդ մենք ունեինք հայտնի դժբախտ պատահարը, որը պատահար չէ, հանցագործություն է, Սոնա Մնացականյանի տեսքով ու պարտադիր մենք անընդհատ պետք է վերհիշենք այս միջադեպը, որովհետև
վարչապետի շարասյունը վրաերթի ենթարկեց դաժանաբար իր գտնվելով անթույլատրելի արագության ներքո հղի կնոջը, ով անցնում էր թույլատրելի վայրով ճանապարհը։ Եվ արդյունքում հղի կինը մահացավ եւ մինչ օրս հետևանք չի ունեցել այդ պատահարը ու միջադեպը։ Դրանից հետո եղել են էլի դրվագներ, երբ հրապարակվել են, երբ քաղաքացուն մեքենաներ վրաերթի պայմաններում հայտնվելու շարասյան պատճառով ու ընդհանրապես մենք այս հարցը երկու հարթության մեջ է։ Մեկը հենց քաղաքացիների նկատմամբ անհամաչափ եւ ապօրինի հակաիրավական վերաբերմունքն է ոստիկանության ծառայակիցների կողմից։ Մյուս հարթությունը հենց ճանապարհային տրանսպորտային երթևեկության կանոնակարգումը պետական պահպանության ծառայության պահանջով արարողակարգային հարցերից ելնելով։ Իրենք այնքան ոչ պրոֆեսիոնալ են, որ առօրյա ամեն օր, երբ իրենք պետք է պաշտոնատար անձանց երթևեկությունը ապահովեն, մարդկանց առօրյա կատվածահար են անում 20-ից մինչև 40 րոպեվա կտրվածքով։ Դա նորմալ ու բնականon չէ եւ դա հակասում է կրկին մեր հիմնարար իրավունքներին ազատ տեղաշարժի։ Նախկինում մենք առաջին իշխանությունը չէ, որ այս երկրում երթևեկում է եւ նախկինում եւս մշտապես ղեկավարների տեղաշարժը կազմակերպվել է հատուկ պահպանության ծառայության ու ճանապարհային երթևեկության կանոնները կարգավորող ոստիկանության ծառայակիցների կողմից, բայց ցանկացած խաչմերուկում դա չի տևել ավելի քան գոնե 5-ից 10 րոպե։ Իսկ այսօր քաղաքացիների առանց այդ էլ սթրեսային իրավիճակը կրկնապատկում են, լարված իրավիճակը ու մարդու առօրյան կատվածահար են անում։ Բոլորը շտապում են ինչ-որ վայր, Մարդը հիվանդանոց է շտապում, այս դեպքում այս քաղաքացին իր պապիկի թաղման արարողությանն էր շտապում, մարդիկ երեխաների առօրյան են կազմակերպում ու այս ոչ պրոֆեսիոնալ կազմակերպման արդյունքում իդեպ ընդգծենք նաև այդ շարասյունների երկարությունը, երբեմն շարասյունը վարչապետի ինքս անձամբ ունեմ տեսանյութ, որ հաշվել եմ 28 մեքենայից է բաղկացած լինում, դա եւս իր հերթին նորմալ չէ եւ քաղաքացուն պատշաճ պարզաբանում ու մեկնաբանում չի տրվում, ինչով է դա պայմանավորված։ Բացի այդ, այս տեսանյութի ներքո ինքս քաղաքացիներից տեղեկատվություն ստացա, որ բազմաթիվ մարդկանց հետ նման միջադեպեր պատահել են։ Եղել է դեպք, երբ մարդուն այդ նույնակերպ բռնության են ենթարկել, բերման են ենթարկել, ապա երբ նա պահանջել է փաստաբան եւ հասկացել են, որ որևէ օրինական հիմք չունեն մարդու նկատմամբ այդպես վարվելու եւ խախտել են մարդու մի շարք հիմնարար իրավունքներ, ինչ որ ակտ են ներկայացրել որպես վարչական տուգանքի տեսքով։ Այս ամենը գալիս է ասելու, որ քաղաքացին պաշտպանված չէ հենց առաջին հերթին այս տարրական միջավայրում, քաղաքացու հիմնարար իրավունքների ոտնահարումը դարձրել են առօրեական հարց եւ մենք որպես հասարակություն, քաղաքացիական հասարակություն ի վերջո պետք է կայանանք եւ իրավագիտակցություն դրսևորենք ու հանրային վերահսկողության լծակները աշխատացնենք, հրահանգելով մեր քաղաքացիներից մոտ ծառայություն իրականացնող իշխանությանը, որ անթույլատրելի է նման կարմիր գծերի հատումը ու նման վերաբերմունքը իր քաղաքացու նկատմամբ։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ կարեւոր մեկնաբանությունների համար Գոհար ջան։ Սիրելի հայրենակիցներ, թեմայի վերաբերյալ ես զրուցում էի սահմանադրագետ պարլամենտարիզմի միջազգային կենտրոնի համահիմնադիր Գոհար Մելոյանի հետ։ Մնացեք մեզ հետ, կհանդիպենք հետագայում։